էական չի ինչի մեջ, եթե եկավ են միտքը, այն հիմար միտքը էլի, որ չես հասցնի, էական չի ինչի մեջ, որ չես կարա, ու մեկ էլ դրանից հենց հետո հաջորդում այն միտքը, որ հա թող մի արա կամ չես կարա, ոնց որ սկզբնապես գալիս է մի միտք, որը որ քեզ գծակի, ասի չես կարա, չես դիմանա բան, ու դրանից մի քանի վայրկյան հետո կամ միլի վայրկյան հետո գալիս է մի հատ արդեն մեծ դոմինանտ միտք հաստատելու, որ հա հաստատ չես կարա։ Կոմոդ էլ է այտենց։ Իսկ թվում է կլասիկ կլասիկա չէ։ Էլի, հա։ Սովորական հանձնվելու մտքերն է կամ վախերը։ Բայց միշտ գալիս է, էլի դե իներտ է, էլի, չէ, մարդը իր բնույթով իներտ է, ծույլ է։ Ծույլ է։ Ֆիզիկայում ասկի տենց։ Համակերպվող է։ Ֆիզիկայում ընկես սաղ մարմինները խոսքի իներտ են համարվում։ Ցանկացած համակարգ մարմին իներտ է, ճոգում ես, ոնց որ բնության նույնիսկ դες մատ ֆունդամենտալ պրինցիպ ֆիզիկայում, ֆունդամենտալ օրենք։ Կոչվում է փոքրագույն գործողության սկզբունք։ Օրենք չի, սկզբունք է կնե, սկզբունք։ Կոչվում է փոքրագույն գործողության սկզբունք։ Ու ըստ դրա ոնց որ ձգտում ես, իրականում էդի ասենք ոնց որ լույսի վրով է գնում խոսքի, չգիտեմ, այն երևույթը թեխի ասենք շողքը սենց ինչ-որ սպეციფიկ shape ունի, ասենք շիշը դնում ես, այդ շողքը խի անգնում շշի բանով, ֆորմայով, այլ ոնց որ խի լույսի մասնիկը կամ ալիքը չի գալիս են շրջանցում ու խի շողք կա, էլի։ Ու այդ բանը բացատրում են այդ սկզբունքով, որ լույսի ճառագայթները, ալիքը կամ մասնիկները բոլորը այդ փոքրագույն գործողության սկզբունքին են հետևում ու իրանք ընտրում են փոքրագույն ճանապարհը։ Այսինքն եթե sense գար sense կռուկ տար ոնց որ շշի կողով sense գնալ որ շողքը չլներ, էդի չէ լինի փոքրագույն գործողություն, էլի։ Ինչ հետարքիր է։ Այդ մոմենտը ու կա, էլի, թե մարդու բնույթի մեջ, թե ֆիզիկական մարմինների մեջ, որ փորձում ենք ձգտել ինչքան կարանք կարճ շորտքաթներ անելով, բան sense ինչ-որ շորտքաթ ասածը տրյուկներ անելով տենց բան, էլի։ Փոքր քայլեր։ Հա, տենց ինչ-որ ասես ոնց էսի սամթեմ արագ լինի, ոնց էսի անում, sense։ Հա։ Ու երբ որ բախվում ես ինչ-որ մի բանի, որ չի լում, ոնց որ տրյուկ չկա, չես կարա թռնես, չես։ Մեզ յանտուր։ Լրվար, բարձ, չես մեծ, մի հատ պատա, դու մենակով ես, ջոգում ես ձև չունես, թռնես, ձև չունես, շրջանցես։ Ոտե գալիս է արդեն այդ մոմենտը էլի ասում ես, դե լավ պետք է որ ընձի խոսքի ես ամեն ինչը կարող է պետք չի, կարող է ուրիշ բան անեմ, կարող է այն ինչ որ անում ես սրանից առաջ էլի բաց չէր խոսքի հետ այդ ամեն անելի։ Հա, կամ է ասում ես դե դա հիմա։ Արել եմ տանջվելով, հա, ու միտքդ sense ինչ որ տանջալից մի հատ state-ում ես դնում ու ասում ես գնաց, ոնց որ եղավ, չէ։ Սկսեմ փորել։ Հիմա եթե զրույցը սկսանք, էսի հենց վերաբերվում է կամքին։ Ու կարծում ես դու, որ հենց այդ միջոցով է, որ դու քո միտքը դնելով այդպես ծանր պայմանի մեջ, դու իրան ստրես ես տալի, բայց այդ էլ գեներացնում է հզոր կամք։ Հա, ինձ թվում է դրանից է գալիս այդ։ Գալիս է նրանից, թե ինչքան ես դու միտքդ կամ մարմինդ անընդհատ թեստերի մեջ դնում, ինչքան ես փորձում մարմնիդ ու մտքիդ աշճանաբար, որ երբ որ, չգիտեմ, մի հատ դժվարություն կա, դու կարողանաս էդի հաղթահարես։ Հա։ Այն բանի Էնդրյու Հուբերմանի ոդքասթը գիտես, Դեյվիդ Գոգինսին է գիտես։ Էդի հա, էդի ուզում եմ պատմել։ Եթե չգիտեք, անպայման մի հատ ստուգեք։ Լավ դեմ կա։ Շատ հիանալի ոդքասթ է, հենց այդ էպիզոդը ընտի։ Հենց այդ էպիզոդը իրանց Հյուբերմանի, որ Գոգինսը հյուրա գնաց է ու տենց պարզում է երկար ժամանակ ոնց որ իր լաբում Գոգինսի վրա ինչ-որ էքսպերիմենտներ անում Էնդրյու Հուբերմանը, ուղեղն է փորձում ուսումնասիրի, որտեվ այլանդակ ձևի ովքեր չեն ճանաչում, էլի։ Այլանդակ ձևի տենց ինչ-որ տարօրինակ կերպարա, որ ավիրած ոտերով, ջարդած ծնկերով, ոտնաթաթերով վազում է, կիլոմետրերով վազում է։ Ահա որ ցավի մեջ, տենց ինչ-որ թե 2 թե 3 ամերիկական զորքերի, ասենք այդ ծովայինների ու ինչ-որ ռեյնջերների, չգիտեմ ռեյնջերները ոնց գալի է, թե ինչ-որ հատուկ ծառայությունների 3 տես ծառայություններում եղել է,
վայրենի դժվար տենց ինչ-որ պայմաններում էլի, հա։ Ինչ-որ մարաթոններ արել, գրքի մեջ կա։ Հա։ Քանի կիլոմետրանոց չեմ հիշում, բայց պատմում։ Հա, այդ դրանք էլ տենց ոնց որ մի հատ այլանդակ կերպար է, որ անընդհատ վազում է ու ինքը իր տենց պատճառներ ունի ու տենց հա լոքշ ոնց որ վազքի մեջ է, բայց այդ ամեն ինչը անընդհատ կռիվ է իր մեջ ու ասում է տենց լինում է օրեր կա առավոտ հելնում եմ 5-ին 4-ին, չգիտեմ, նստում եմ ու սկսում եմ կոշիկներիս հետ մի 20 րոպե խոսալ, որովհետեւ հակնի գնա վազի, էլի։ Հա, ու իր այդ բանը, էքսպերիմենտները, որ արել էր Հյուբերմանը իր հետ կապված, այն էր գթե, որ ոնց որ երկար պատմություն է իրականում, բայց կարճ միտքը այն է, որ պարզում է, որ գլխի մեջ կա ինչ-որ մի հատ հատված, այս հետևի շրջաններում, որ կոչվում է anterior mid-singular cortex, լատիներեն ինչ-որ sense բան, որը որ ոնց որ մկանի նման ունակա մեծանալու փոքրանալու, չգիտեմ ուղեղի մյուս հատվածներին այդ բնորոշ է թե չէ, բայց այդ կարող է մեծանա ու փոքրանա ու կամքի հետ կապված ոնց որ ազդակները գալիս է այդ մասից ուղեղի ու ինչքան մեծ է այդ լինում, այնքան քո կամքը մեծ է լինում, կամքը ոնց որ նաև այս կոնտեքստում կարելի ասել նույնն է ինչ որ կյանքի հանդեպ սերը, սենց ինչ որ մի բան ու միակ ձևը պարզում է այդ մկանը մեծացնելու ու դրան մարզելու այնա, որ դու պարբերաբար անում ես ինչ-որ բաներ, որոնք որ չես սիրում։ Դու գիտես, որ այդ չես սիրում, ու դու էդից ստիպված անում ես։ Չես սիրում առավոտ 5-ին զարթնել, զզվում ես, բայց անում ես մեկը։ Մտնում ես սառը ցնցող, չգիտեմ, սառը բան ինչ-որ ջրի մեջ, չես սիրում։ Մարդիկ կան վայելում են, էդի բայց ասենք իրանց չի օգնում, ոչ մի ձև չի։ Եթե մարդ վայելում է, չի կարող օգնել։ Հա, եթե դու էդի վայելում ես, էդի հաշիվ չի սենց։ Դի հաշիվ չի գործում։ Հա, եթե դու չուզենալով քեզ ստիպելով մտնում ես դրա մեջ, այդ մկան չէ, հատված ուղեղի մարզում ես ու էդի մեծացնում է։ Ու հետաքրքիրն էր, որ Գոգինսի մոտ ինքը գտել էր, որ էդի միջինից շատ ավելի մեծ է։ Հա։ Ու այդ դրանով էր փորձում բացատրել այդ իրա ասենց մի գծի գցած ասենց տախտակի նման ասենց ինչ-որ այլանդակ ուժեղ կամք ունենալ էլի։ Հա։ Անորմալ ուժեղ կամք ունենալը։ Հա։ Հենց նույն ոդքասթում ա որ ասում հարցը տալի, ասում ա դու գնում ես հանգստի, տենց ոնց որ մենք ենք պայմանավորում հանգիստը էլի։ Տարին մի քանի արձակուրդ ասում ա, չի ասում ես կյանքում նման, չգիտեմ, հատված չի եղել կյանքում, որ արձակուրդ համարվի էլի։ Այսինքն գնամ ինչ-որ մի տեղ եմ, որ ոտերս փռեմ ու պարկեմ, ինչ-որ չգիտեմ, ծովի արևին կամ ծովի ավազին էլի։ Չէ, հետարքիր երևույթ է ինքը, որ իրան նայում ես, տենում ես, թե ինչ է նշանակում ինքդ քո վրա աշխատել է էլի, ուր կարա տանի։ Բայց մի անգամ մենք ասած զրույց ունեցանք, ես չգիտեմ, մի քիչ պետք է էդի դոզավորված է լինի, բայց էդի հետ ու ամենակարևորը կարծում եմ այնա, որ մարդը կապի այդ երկու ոնց որ սինխրոնիզացնի իրար հետ, եթե ես կամք եմ ձևավորում, ուրեմն նաև կյանքը սիրում եմ։ Եթե մարդը այդ երկուսը իրար հետ կապի, ինքը հեշտ կտրվի այդ մարտերին։ Հեշտությամբ կմտնի այդ մարտահրավերների մեջ ու կասի հա ես ընդունում եմ դավայ կռվենք։ Իսկ հակառակ դեպքում, երբ որ այդ մարտահրավերները գալիս են, որոնք որ կարան մարդուն գցեն ոչ այնքան հաճելի սիտուացիաների մեջ, մարդու քո ասած ծուլությունը հյուրա գալիս, ասում այ ախպեր, քեզ պետք է։ Ու այդ ծուլությունը, երբ որ հյուրա գալիս էգոյի տեսքով, ինքը հազար կողմից ֆակտորներ է հավաքում, որ քեզ համոզի, որ դա քեզ պետք չի։ Ու այդ 1000 ֆակտորները, որ հավաքվում են ու քեզ միաձայն ասում են, որ քեզ դա պետք չի, դու ասում ես լավ, ախպեր, դուք շատ եք ճիշտ եք ասում։ Ու թողում ես, ու չես անում։ Ու դու չես անում զուտ նրա համար, որ շատ ժամանակ վախ ունես, որ կարող է չհաջողվի։ Դու չես տեսնում նաև այն հանգամանքը, որ ախր ամեն ինչ մարդը կյանքում սկզբից սկսելով անում, առաջին անգամ անում է, երկրորդ, երրորդ 100,000, հա։ Ու երբ որ մարդը վախում է առաջին անգամ անելուց, այդ 1000 հոգի ֆակտորներն են, որ եկել են իրան համոզել են, որ չէ, եղբայր, մի արա, որովհետև ինքը վախ ունի, որ կարա դա իր մոտ չստացվի։
Այնինչ ինձ թվում է կյանքի ամենասիրուն բաներից մեկն է նա, երբ որ մարդը տրվում է այդ մարտահրավերներին մտնելու այդ process-ի մեջ, ու այդ process-ը ապրելով զգալու իր աճը, զգալու իր աշխատանքը իր վրա, թե իրան ուր է տանում կամ ուր հասցնում։ Ու դրա համար մարդիկ վախենալով, որ վայ ես ոնց կարամ ինքս ին վրա աշխատանք տանեմ, բա որ չստացվի, ես դառնամ ես կերպ կամ այն կերպ, ասում է չէ լուչը մատս մատից չտամ, ոնց կա տենց լռվեմ։ Ու դու տեսնում ես, որ այդ մարդու աչքերում կյանքի կայծ չկա։ Դու տեսնում ես, որ այդ մարդը խույս է տալիս ապրելուց։ Այդ մարդը ոնց որ խուսավարի, ամեն կերպ ընենց անի, որ չապրի։ Ու դու էլ ասում ես, այ ախպեր, քելեք ընկեք կյանքի գետը լողանանք իրար հետ, էլի բան։ Բայց դա զորելու բան չի, դա հատկություն է։ Կամ դա դնում ես այդ պունկտը ու ասում ես այս պունկտից սկսած ես ունեմ այս հատկությունը կամ աճացնում եմ այս հատկությունը, կամ էլ ինքը ամեն անգամ կգա քեզ հյուր, ոնց որ մի բաժակ ջուր, հա, ամեն անգամ դու կմերժես, կասես, չէ, այնինչ դու չգիտես, որ դա ախր կենարար է այդ ջուրը։ Լավ կլներ, որ դու վերցնեիր դա խմելու, դրա համը զգալու ու զգալու դրա կենարարությունը քո կյանքում։ Այսինքն դուրս է գալի, որ ոնց որ ոչ միշտ է, որ կամքը նշանակում է կյանքը սիրել, որտեվ օրինակ եթե մարդ ծոլանում է այլանդակ ձևի կամ ինչ-որ տենց մի բան ունի ու դրա մեջ տենց ուղղակի ապրում է այդ իր ընդհանուր այդ միապաղախոսքով, ինքը էականորեն կարող է սիրում է կյանքը, բայց կամքը ասենք ահագին թուլացել է իրա։ Ուզում եմ ջոգեմ ինչը կլինի շատ ավելի լավ սահմանում կամքին, եթե ոչ կյանքը սիրելը, որտեվ տես այդ նոր որ դու ասում էիր, այդ դրանից ոնց որ եզրակացրեցի, որ ոչ միշտ է որ կարա նշանակի, որ կյանքը սիրել է այդ, որտեվ եթե ինչ-որ մեկնա, չգիտեմ, ինչ-որ մատ ստաբիլ գործ ունի 9-ից 5-ը գնում է տուն վիդեո խաղեր է խաղում, ինչ-որ ես պիցա կերավ քնած բան։ Սիրում է ինքը կյանքը, ոնց որ իր կյանքը սիրում է, հավանաբար, չգիտեմ։ Իր կյանքը սիրելը մի քիչ երևի ուրիշ արտահայտություն է, բայց սիրում է կյանքը, որ իրան ասես կուզես մեռնես, դժվար, կվախենա։ Ինձ թվում է, ստեղ մի հատ պունկտ գոյություն ունի։ Նախ եւ առաջ քո մեջ հասկանալը քո կյանքը թեխի ես դու ապրում։ Էդ է հիմքը։ Եթե դու գտար այդ հիմքը, դու դրա վրա արդեն կառուցում ես այն բոլոր պունկտերն ես դնում դրա վրա, որը որ քեզ քո կմախքը պնդացնում է, որ դու առաջ մղես, որ դու քեզ առաջ մղես։ Օրինակ, եթե վերցնեմ իմ օրինակը, ես գլուխ չգովամ, բայց ես կյանքը անտանելի, անասելի շատ եմ սիրում, գլուխ գովալու բան էլ չկա այն որ։ Բայց կյանքը ինքը սովորացնում է, ոնց որ անընդհատ քիթդ քսում է գետիններին, սովորացնում է, որ երևույթների մեջ, եթե դու ինչ-որ մի բան սիրում ես, չպետք է կախյալը դառնաս։ Եթե կախյալ դառար դրանից, ուրեմն դա ֆանատիկ սեր է դառնում, ուրեմն դու կդողաս քո վրա։ Ու երբ որ մարդը սկսում է ինքը իր վրա դողալ, որովհետև ինքը կարծում է, որ ինքը կյանքը սիրում է, ինքը իր նկատմամբ աշխատանք չի տանում, որովհետև ինքը վախենում է իրան փորձությունների ենթարկի։ Դա նույնն է, ինչ որ իրոք մեքենա առնես ու թողես ինքը կանգնի փտի, այնինչ դու գիտես, որ պետք է իրան օգտագործես, որ ինքը չփտի։ Կամ յուրաքանչյուր իր, եթե դու վերցրիր, քուշի արեցիր ու չօգտագործեցիր, ինքը ֆունկցիա չի կատարի, օրից մի օր ինքը շարքից դուրս կգա, ֆունկցիա չկատարելով։ Բայց երբ որ դու իրան փորձառում ես, դու զգում ես իր հատկությունները, դու կարողանում ես իր բոլոր հատկությունները քաղես, օգտվես դրանցից։ Նույնն էլ մարդն է։ Մենք հազար ու մի հատկություն ունենք, բայց երբ որ մենք մեզ չենք տալիս փորձությունների, այդ հատկությունները որ մենք ոչ էլ բացահայտում ենք։ Այնիշ կյանքը դառնում է հենց կյանքի հիմքում ընկնում է այն գիծը, որ մենք պետք է բռնենք դրա այդ թելի ծերից, որ ինքնա բացահայտում, ինքնա ճանաչում ու դրա հետ մեկտեղ նաև ինքներս մեզ գալ։ Ու այդ գծերը, որ բերում ես, հատում ես մի կետում, դու հասկանում ես, որ
ինձ նաև հատկություններ է պետք, որ ինձ առաջ մղեմ, որ ես ինչ որ մի հատ փորձություն չգա, որի դեմ ես կանգնեմ, ասեմ, ես չեմ կարող էսի անցնեմ, գլուխդ կախես ու դրանից հետո ասես, դե եթե էդի չանցա, ել ես փորձություն անցնողը չեմ ես կյանքում։ Ու ինքդ քեզ քլնգես ու լռվես այդ կետում։ Այդ տեղա կամքի անհրաժեշտությունը գալիս, որ երբ որ մարդը ուզում է իր ամբողջ հատկությունները բացահայտի, այդ էլ սահմանվում է նրանով, որ դու կյանքը սիրում ես ուրեմն, չէ՞։ Հա, լավ point է։ Բա ոնց ես կամքդ կոփում, ինչ ես անում դու, որ կամքդ կոփես, շինես։ Հա, կոգնիտիվական ինչ-որ թեմաներ, թե ուրիշ բաներ էլ կա ասես, որ ես вообще միշտ սիրել եմ այտենց ոդքասթներ լսել, որպես օրինակ, թե մարդիկ ոնց են իրանց փորձառությունները բացահայտում կամ ոնց են իրանց ենթարկում փորձությունների։ Ու նաև դրանցից, բայց ես էլ փորձել եմ ինքս իմ, այսինքն վերցնելով այդ ամեն ինչից այն պունկտերը, որոնք որ ինձ անհրաժեշտ կլինեն իմ ճամփաների մեջ, ամեն մեկս իր կյանքը ունի ու իր գիծը ու իր փորձությունները այդ գծի վրա։ Ու այդ գծի վրա դու պրոյեկտում ես այն միտքը, որ ես ստոպ չունեմ եղբայր։ Ես անում եմ, եթե մտել եմ այս ճամփեն, ուրեմն գնամ ինչև այս ճամփի վերջը։ Վերջ ու կորզի։ Եթե վերջ, ուրեմն տոֆտայես դու կամք չունես ուժեղ։ Չէ, ես ինձ օրինակ չեմ քլնգում, ես ինձ փորձում եմ չքլնգեմ։ Ես փորձում եմ իմ ինտուիցիան մշակեմ այդ առումով ու ես զգամ, թե ինչն է իմ կորզելիքը դրա մեջից։ Ես ինչ ունեմ դրա մեջ սովորելու։ Ես իմ դեմ դնում եմ այդ սովորելիքների պունկտերը, ու ասում եմ ախպեր, դու սրանից վերցրա էս, ու եթե դու զգաս, որ դա արդեն քեզ քամում է, դուրս արի։ Всё։ Էդի քո փորձառությունն է այս գծի, այս ճամփի մեջ։ Մտար դրա մեջ, եկավ հասավ այն կետը, որ զգացիր, որ արդեն չէ քեզ մաշում է ու դու էլ վերցրել ես այն ինչ որ սկզբից զգացել էիր, որ վերցնելու է, ձեռներդ լվում դուրս ես գալիս եղբայր։ Բայց կյանքում կան որոշ բաներ, որոնք որ դու կարող ես մաշվելով էլ առաջ տանես անես, որովհետև դրանք պունկտեր են, որը որ այս մեր համայն աշխարհում մեծ դիտակետներ են, մեծ point-ներ են, որոնք որ մեր հաջորդ ընթացքին եկա պլյուսկը մատակարար են։ Ու դու այդ ճամփեքը ոնց որ չես ընդհատում։ Այդ ճամփեքը գնում ես մինչև վերջ։ Իսկ այդ ընթացքում ոնց որ շատ երկար եմ կապում, բայց հեսա մինչև վերջ փորձեմ ձևակերպեմ։ Այդ ճամփի ընթացքում դու ամեն օր քո այդ կռիվ ես ունենում։ Ասում ես եղբայր, արա, դե երկար է ճամփ, ես էլ չեմ ուզում։ Ու արդեն դու փնտրում ես կցորդ մեթոդներ, որ այդ ճամփեդ կտանի էլի։ Առավոտ հելում քո ասածի պես վազում ես, հետո ես սառը դուշ ես ընդունում կամ փիլիսոփայություն ես կարդում կամ այն ամեն ինչը որ քեզ կտա ուժ, կտա կմղի, որ այդ ասած պատը անցնես։ Բայց փիլիսոփայություն կարդալը երևի ավելի շատ մոտիվացիոն մոմենտ է, չէ՞։ Թե դա լա կամքդ լցնում, որտեվ հայ սառը դուշ վազել, անհարմար ժամի զարթնել, բան, սաղ կամքդ ուժեղացնում է, ոնց որ Հյուբերմանի ու Գոգինսի թեմաներով ջոգեցինք։ Բայց արդյոք ինչ-որ բան կարդալ կամ ինչ-որ ասոցիացիա ունենալ ինչ-որ խմբի հետ կամ ինչ-որ փիլիսոփայության հետ կամ չգիտեմ, թեկուզ ազգի հետ կամ կրոնի կարող է ինչ-որ միտեղ ինչ-որ մեկը տենց է բռնի, արդյոք դրանք կամքդ ուժեղացնում է, չգիտեմ, հելնես ասես ես հա պարտ եմ, որ հայ եմ, էդի կամք տա օրինակի համար, էլի։ Հա։ Ինձ թվում է, որ որոշ գրականություն, ինչը որ սիրտդ վառում է, քո մեջ լցնում է կյանքի էներգիա։ Ու եթե մի բան քո մեջ կյանքի էներգիա է լցնում, այդ կյանքի էներգիան դու կարողանում ես կռուշկով, բաժակով վերցնես, լցնես կամքի վրա։ Այսինքն դու մի տեղից ստանում ես էներգիա, որը որ փոխակերպում ես այն ուղղությամբ, ինչ ուղղությամբ, որ քո էներգիան պակաս է։ Ու հենց այդ կյանքի էներգիան էլ, ինչից որ դու ստանում ես, դու կարող ես այդպես բնություն,
դու կարաս այդաս էական չի, մեդիտացիա անես, ճամփորդես, գրականություն, փիլիսոփայություն ուսումնասիրես, երաժշտություն, այն ամեն ինչը, ինչը որ քո մեջ սիրտդ եռա բերում, դու այդ տրոփյունը կարողանում ես վերցնես ու կիրառես քո կամքի ուղղությամբ, որ ինքը քեզ ոնց որ էներգիա մատակարարի, որ կամքդ էլ ավելի զարգանա, թե չէ չոր տեղ է, թե չէ անապատային վիճակում դու անընդհատ կամքդ զարգացնելու էներգիայի անհրաժեշտություն ունես։ Բայց հա որ օրինակ հələ պատկերացրա, եթե քեզ եռա տալի, կյանքա տալի այն միտքը, որ դու ինչ-որ արևոտ տեղ ես, գրիլ ես անում, ասես ամեն օր, քո սիրած մարդկանց հետ, բրց, այդքանն է։ Արդյոք էդի քեզի կամք կտա, որ դու սս բերեք սատկասնամ այդ ձևի ինչ-որ տենց։ Երեք մենք գրիլ էինք, չէ՞ անում։ Ես այսօր ելել եմ, վազել եմ, սառը դուշ եմ արել ու հենց այդ մտքով որ 3 տղերքի հետ ինչ լավ ժամանակ եմ անցկացրել, դա չի նշանակում, որ ես այսօր պետք է ընկնեմ գծերից։ Հա։ Զուտ այդ միտքն էր իմ մոտ, որ շատ կայֆ էր։ Ու եթե շատ կայֆ էր, բայց դա չի նշանակում, որ ես պետք է թուլանամ ու թողեմ իմ գիծը։ Այսինքն կյանքը բերում է քեզ հազար ու մի երանգներ։ Միտեղ դու վայլում ես, միտեղ դու տխրում ես, միտեղ դու էմոցիոնալը սենց ես, էմոցիոնալը նենց ես, բայց այդ ամեն ինչը հենց գալիս է քո կյանք, որ ինքը քեզ ասի ապեր, всё, թարգտուր անցի ես ուրիշ գծերին, ստե ավելի լավ է, թրթռիկներ կան։ Ու դու էլ ասում ես, հա, ախպեր, չէ, ես իմ գիծը պետք է պահեմ, որովհետև եթե ես իմ գծի վրա եմ, ես ինձ լրիվ եմ զգում, ես եմ զգում։ Ես զգում եմ, որ ես իմ աճին վերաբերվող թեմայի մեջ եմ, всё, այդտեղ պունկտ։ Ու երբ որ հենց սկզբից եւ այդ դու դրել ես քո կյանքի հիմքում աճ ու всё, դու եթում ես դրան։ Մի հատ, չգիտեմ, օրինակի համար, երբ որ հելնում ես երկրից էթալու, կամ կյանքի պայմաններ ես փոխում, դու գիտես, որ դու եթում ես դժվարությունների, ոնց որ դու գիտես, որ գնում ես դժվարությունների ու դու գիտես, որ դրանում դու պետք է եթաս, չգիտեմ ինչեր է հետդ պատահելու։ Այսինքն դու տեղ մեծ կամքի ոնց որ բազա պետք է չէ ունենաս։ Ըստ քեզ ոնց է դա։ Հա, պետք է շատ ուժեղ խի ունենաս, էլի խիտ պետք է շատ ուժեղ խի եմ ես ամեն ինչ անում։ Խի եմ ինչ-որ վատ տեղ քնում, խի եմ խոնավ տեղ քնում, խի եմ, ասենք, չգիտեմ, գնացքի մեջ քնում եւ այլն, էլի պետք է շատ ուժեղ խի ունենաս այդ համար։ Հա։ Որ չունեցար օրինակ դու քո մեջ փոփոխությունը զգում ես ստեղ ապրելու ու քո Հայաստանի նույն հովոյի մեջ կամքի առումով փոփոխություն։ Էդի բարդ է ասել, գիտես, որտեվ անցումային շրջան ա եղել, օրինակ 25 տարեկանը, հա, որ ինչ-որ բաներ ա փոխվում 25 տարեկանում ֆիզիոլոգիական։ Հա։ Ու այդ շրջանում ոնց որ ստե եմ եղել։ Այդ մի քիչ տենց դժվար կլինի ասել, էլի, արդյոք դրանից է եղել, թե միջավայրից է եղել։ Ոնց որ sense բաներ են, որ իրար մեջ մտած են, կդժվարանամ բացեմ, sense ասեմ, հատկապես ինչից, հա։ Չէ, բայց ինձ թվում է կամքս ընդե նույնիսկ ինչ-որտեղ ավելի ուժեղ է եղել։ Կանստե, ինչ-որ չափով։ Հա, որտեվ տես օրինակ ինչքան հասկանում եմ, քո մոտ կամքը լցնում է դրական էներգիաները, դրական ինչ-որ sense հաճելի պահեր եւ այլն եւ այլն։ Իմ մոտ այդ դրական բաները կարա էներգիա տա, վահագին էներգիա կտա, բայց ինչ-որ չափով է նաեւ թուլացնում է կամքս ու խիս, sense մի քիչ թուլացնում է, որտեվ եթե ինչ-որ դերական վիճակում ես, այդ իմ ասած արևի տակ ես գրիլ ես անում քո սիրած մարդկանց հետ, ասում ես դե էլ ինչ է ինձ պետք է արևի տակ եմ իմ սիրած մարդկանց հետ գրիլ եմ անում, էլ ինչ է ինձ պետք է կյանքում, խիպտի գնամ ես լեփթոփը բացեմ, հատ անլվայի հետ քոլ անեմ խոսքի, ինչի՞ սա պետք է։ Հա։ Բայց ճոգնես, բայց եթե էդի չունես, դու քեզ դրա ծառավ ես պահում, դու անընդհատ ուզելու ես էդի ու ասում ես ոնց անեմ, որ ես դրան հասնեմ, ոնց անեմ, որ ես դրան հասնեմ։ Բայց օրինակ իմ մոտ, ու չգիտեմ քանի տեսակներ կա, հա, այդ կամքը լցնելու, ոնց որ կամքի
էմոցիոնալ մասը լցնելու։ Ոնց որ սկզբում խոսացինք կամքի կենսաբանական պահի կամ neuroscientific թեմաների պահ, բայց ոնց որ էմոցիոնալ պահը կամքի էլի։ Իմ մոտ դա լցվում է ինչ որ մեծ sense գաղափարից, ասենք, չգիտեմ, մեծ անարդարություն կա, ես ուզում եմ այդ մեծ անարդարությունը վերականգնեմ։ Կամ ինչ որ մի հատ մեծ խոսքի միտք կա, ես ուզում եմ դա ճղեմ խոսքի, չգիտեմ։ Պարզացնես։ Հա, ասենք դե Երևանը, որ մեծանում ես, լիքը դռներ ասած շղկում դեմդ բան, ասես չես կարա այդքան չկաս, էսի չէ, բան, սենց։ Ու այդ սաղին ասես գժվում ես, ասում ես դե բռնեք, էսա։ Էտա տալի, էտ ավելի մեծ ուժա տալի, էտ ավելի մեծ կամքա տալի։ Էդ ինձ կստիպի ես առավոտ 5-ին խոսքի զարթնեմ։ Բայց եթե գրիլ եմ արել, ասենք անցած շաբաթ արևի տակ, դժվար 5-ին զարթնեմ։ Հասկացա ինչ ես ասում։ Հա։ Այսինքն ինձ երևի կարելի ասել նեգատիվ էներգիան է տալիս կամ ինչ-որ մի հատ մեծ տենց ինչ-որ խնդիր, մեծ ինչ-որ գաղափար, մեծ ինչ-որ կարող անհասանելի է լինի դա, հա, դու գիտես ինչ-որ մի հատ անարդարություն կա կամ մի հատ մեծ խնդիր կա, դու դա դնում ես sense գոլ, կարող է կյանքում տես զգտես ու երբեք չհասնես դրան, այ դա ինձ ավելի շատ տալի։ Շատ հետաքրքիր է։ Որտեվ եթե ունեմ այն ինչ որ ուզում եմ, հա, այսինքն այդ պուպուշ լավ sense էներգիաները կա, բան sense չիլում է դա։ Ոնց որ դիսոված մնամ, չգիտեմ, ասենք ինչ որ սզվատ պայմանների մեջ ինձ գցեմ, ասենք ավտոբուսով, չգիտեմ, առավոտ 8:30 տենց սխմված sense իշնեմ երիտասարդական, որ ասեմ հեսա սաղին տիրում եմ։ Խիպտի sense լինի, բայց հաջորդ տարի երբ որ արդեն ավտոյով ես իշնում, կամ պրոբկեքի մեջ ես ելնում, ասում ես սաղին տիրում էր, պետք է թամ ուրիշ քաղաք, ջում ես, sense ինչ որ բաներ կա, էլի։ Փոփոխություն։ Հա, ու դե սկսում ես այդ բանը ոնց որ սս բարձանալ, այդ աշճանով կոպիտ ասած, ու ոնց որ եթե հասնում ես վերևը, կամ մի քիչ մի երկու աշճան հելնում ես, հարմարավետության աշճանի մասին է, էլի խոսքը։ Մի երկու աշճան եթե հելնում ես վերև, արդեն մի տեսակ կորում այդ կամքը, խիտ, ոնց որ օքեյ, եթե ավտոյի տեղը արդեն ես պիտի բանով ուղղաթիռով իշնեմ երիտասարդական, էլ արդեն ասում ես դե լավ, խի 6-ին զարթնեմ, որ այնա գիշնեմ։ Հա, լրիվ հասկանում։ Այսինքն զարթնեմ, ինչ պետք է փոխեմ, էլ ինչ, որտեվ հարմարավետությունը հագեցվածություն ունի, չէ։ Այսինքն ըստ քեզ կամքը ինքը կապվում է անհարմարավետության։ Անհարմարավետության։ Իշքան անհարմար է կյանքդ, իշքան հա, իշքան անարդար, իշքան sense ջղային բաներ է տալի, այնքան կամքդ այդ drive-ը տալիս է քեզ։ Հասկացա, հա։ Սատկացնա։ Հասկացա։ Հետաքրքիր է։ Տենաս էս երկու տեսակներն են, թե ասենք ավել տեսակներ կան կամք լցել, էլի։ Հա, չէ։ Իրոք որ էլի։ Էդի էս առաջի անգամ եմ ասում, բայց կոմենտներում գրեք տենանք։ Այլանդակ հետաքրքիր է, որտեվ հիմա էսրանից հետո էթալու եմ ասենք ուրիշ մարդկանց է բզամ տենամ իրանց կամքը ոնց է։ Ինչ է լցնում, չէ։ Էդի ինձ թվում է ամենահետաքրքիր պունկտերից է իմ համար էլ, թե մարդիկ ոնց են աշխատում։ Թե նայ, այդ ոնց ասեմ, էդի այն կետն է, որտեղ որ դու յուրաքանչյուրին էլ հարցնես, ինչ որ մի բաներ տեղի ունենում յուրաքանչյուրի մեջ այդ առումով։ Բոլորն էլ որոշակի կամքի բան ունեն, բազա ունեն։ Ու շատ հետաքրքիր է, թե այդ մեկնաբանությունը ոնց է տեղի ունենում, թե մարդը, որը որ ըստ մեզ որ խոսքի ինքը գնում է, իրիկունը դե ասում է, այսօր էլ լրվի, ինքը ոնց է կամքը բնորոշում։ Հա։ Ու այն մարդը, որը որ չգիտեմ, Գոգինսային ինչ որ մի կերպար, թե ինքը ոնց է այդ կամքը բնորոշում ու ինքը ապրում է լիովին հարմարավետության մեջ, բայց իր հարմարավետությունից իրան վեկալում շպրտում է սառը ջուրը ու ասում է դե գնա տես, որ հանգարց չթուլանաս։ Ինձ թվում է, այստեղ մի հատ պունկտ կա, որ էդի կյանքի անկանխատեսելիությունն է։ Որ դու երբեք չես կարա իմանաս, թե կյանքը քեզ ինչ է բերելու։
Թույն, հա։ Որովհետև ոնց որ մենք ոնց ենք մարդիկս, մենք միշտ ապրում ենք այսօրվա հարմարավետությամբ։ Քո ասացի պես, եթե այսօր մեքենայով իջա, պրոբկա չեղավ, կայֆ, արդեն հարմարավետ է։ Եթե այսօր եկա տուն, տաք ճաշը կար, կրիշս չի կաթում, սենյակս տաք է, մի բան կա, ինչ որ չգիտեմ, տելևիզոր կա, կարամ միացնեմ նայեմ, թույն ախպերել, ինչա պետք։ Ընկերներս կան, կարամ զանգեմ, ասեմ հելան գրիլի, օրինակ, հա, թույն ախպեր, օրինակ։ Բայց այդ ժամանակ կորում է այն թեման մեր մեջ, որ եղբայր, բա վաղը որ գա, վաղը իր հետ ինչա քեզ բերելու։ Դու դիմանալու ես վաղվա բերածին։ Դու ունես այնքան բազա հավաքած, որ ինքը իր ամբողջ շքախմբով գա այդ վաղվա թեման, էդի անկախ նրանից լավ կլինի, թե վատ կլինի, բոլորիցս հեռու, դու կարողանալու ես քեզնով այդ ճգնաժամից հելնես։ Ու ինձ թվում է հենց այդտեղ է, որ մարդուն անհրաժեշտ է միշտ պահածոյական կամք, որ ինքը բանկեքում զակատարած խոսքի ունենա ու կռավատի տակից հանի այդ օրվա բանը բացի էլի, ասի ես էլ խմի, այսօրվա կամքդ կա էլի։ Հա։ Ու ինձ թվում է նաև էդի այնա, որ եթե այսօր չարիր, վաղը ինքը մի անգամից թոշնելու է։ Ինքը այն ծաղիկն է, որ պետք է միշտ իրան ջրես ու խնամես, էլի։ Շատ լավ ես ասում, օպե այլանդակ լավ ես ասում, հա։ Ու կա այդ, ասենք խոսքի նույն, չգիտեմ, շրջանային իշնելը օրինակ, ասենք վաղը պարզվավ բենզինի գները ինչ որ պատճառով այլանդակ թանկանում, երրակի է դառնում, ասենք։ Դու այդքան ֆիզիկական ունես, որ վազելով իշնես շրջան, օրինակ եմ ասում։ Կամ նստես ավտոբուս, արդյոք կամքդ քեզ թույլ կտա խոսքի նստես, թե գժվելու ես, վատանալու ես, ինչ որ սենց պետք է որտեղ նախապես ելնես, պլանավորես, որ ստեյցես կանգար, սենց։ Այսինքն էդի կինո է սկսում դառնալ, էլի, եթե շատ նուրբ բան եմ ասում, օրինակ, շատ կներես ինձ։ Չէ, գնամ։ Օրինակ, նայ, մենք պատերազմական երկիր ենք, չէ՞։ Դա է շատ բոմ point, հա։ Ու յուրաքանչյուրիս մեջ կա այն կետը, որ մենք գոյության խնդիր ունենք։ Մենք կյանքի գոյության խնդիր ունենք։ Ու մենք ծլում ծաղկում ենք, ընտանիքներ ունենք, երեխեք ունենք, բայց մենք հաշվի չենք առնում այն կետը, ախր որ մենք այս փոքր կղզյակներում, որտեղ որ մենք ապրում ենք, ամեն ինչի վրա մի հատ ինչ որ ցիլա դրած էլի, մի հատ որ ցանկացած բայի մեր վրա կարա լիքը բաներ թափվի, էլի, հա, որպես պատերազմական երկիր։ Ու երբ որ մենք շրջանցում ենք այդ թեման, մենք ապրում ենք մեր առօրյայով, մեր առօրյա կյանքով, մեր առօրյա մարտահրավերներով, պետք է էլ ասեմ, որ Հայաստանում ապրել այդ հեշտ բանը չի, որ դու առօրյա այնքան մարտահրավեր ունես նորմալ հասարակ ապրող մարդը, որ շատ ժամանակ ինքը արդեն հաջորդ պլանա գցում, թե ինքը այդ օրը ինչ կերավ, ինչքան սալոտ էր, ինչքան սալոտ չէր, գործից հետո կհասցնեմ, գնամ ջիմիզնով զբաղվեմ, հելնեմ, վազեմ եւ այլն։ Ամեն մարդ դա չի կարող, անգամ եթե ուզի էլ։ Բայց եթե մենք այդ գոտում ենք ապրում, դա պրոյեկտվում է յուրաքանչյուր մարդու վրա, որ մարդը պետք է ինքը ֆիզիկապես ամուր լինի։ Դա նույնը չի, երբ որ դու ավտոմատը վերցնես, պարկես, դու փորով ես ու առանց փորի ես։ Դա նույնը չի, որ դու պետք է 5 կիլոմետր ավտոմատը կամ գնդացիրը ուսդ վազես, օրինակ եմ ասում։ Երբ որ դու փոր ունես ու փոր չունես, դրանք լրիվ ծայրահեղ տարբեր թեմաներ են։ Ու եթե մարդ ապրում է այտենց վիճակում, նախ եւ առաջ ինքը պետքա առաջին պրիորիտետներից մեկը դնի, ես ֆիզիկապես պետք է ամուր լինեմ։ Դա էլ է կամք։ Դա էլ է կամք, որ շատ ժամանակ մենք այդ կամքը գցում ենք մի կողմ ու հենց այդ նույն կամքը, որը որ կարար մեզ նաև ֆիզիկապես ամուր դարձներ, կիրառում ենք դեգերումների վրա, փող, բան, ասես բաներ, էլի հասկանում ես։ Հա։ Արեք պատերազմը, որ ասենք երկու անգամ ենք տեսել, չէ, մեր սերունդը 90-ականների սերունդը։ Գիտակից տարիքում։ Հա։ Որ սկսում է այդ մտքերը շատ հետաքրքիր է, չէ, ոնց ես երազում, որ ինչ-որ մի բան ունենաս, որ խաղաղ ժամանակ չէիր երազում դրա մասին ընդհանրապես։
մեկ այդ պատրաստվածության մասին խոսքի, ասում էր ինչեր կարայի անեի խոսքի կամ ինչեր կարայինք անենք, որ չեն կարա, ինչքան ենք թերացե խոսքի։ Մենակ այդ վաղ ասես խփում գլխիդ ասում ես, այս սաղ բացեմ թողե խոսքի։ Այ որ վերադառնանք այն կետին, որ մենք վաղը չգիտենք թե մեր գլխին ինչ է գալի, դրա համար այսօր պատրաստվում ես դու վաղվան։ Ու դրանում մարդուն պետք է այդ կամքը, որ ինքը վաղը պատրաստ լինի, թե իր գլխին ինչ է թափվելու։ Ու եթե կյանքը չսիրիր, վաղվա օրը չսիրի։ Միանշանակ։ Դրա համար հա։ Միանշանակ ճիշտ ես ասում։ Պոպոկացնել քեզի։ Պոպոկացնել քեզ, այո։ Ու այդ արհավիրքը ինչը որ կգա ինքը կարա էմոցիոնալ լինի, կարա ընտանեկան լինի, կարա միջավայրից լինի, կարա ընդհանուր գլոբալ երկրային լինի, որ դու իմանաս դու պատրաստ ես այդ արհավիրքին ինքը ինչ մոդիֆիկացիայով էլ որ ուզում է գա, որ դու գիտես դու այդքան բազա հավաքել ես ու զակատ ես արել, որ քո մեջ այդքան ներուժ կա։ Ու երբ որ դու դա զգում ես թե սիրտդ ոնց է տրոփում այդ պահերին, որ այսինքն երբ որ դու ամեն օր դրա վրա աշխատում ես զուտեն մտքով, որ ես զակատ եմ անում եղբայր, էսի կյանք է, ու ես կյանքը ահա որ սիրում եմ, ու ես կյանքում ընկնելու ոչ մի հնարավորություն չունեմ, ես պետք է մենակ ոտերիս վրա կայուն ու կանգուն մնամ։ Հետևաբար հալալա, որ ես աշխատում եմ այսօրին վրա իմ վաղվա օրվա համար։ Всё, պունկտ։ Որը ջոգում ես ինչ բանա, չի ասենք խոսքելը պատկերացրած չգիտեմ, մի օր բարձում են, որ ուրանի հանքերը, ասենք, բեսամ սահմանափակ են երկրի վրա։ Հա։ Ու ատոմակայաններին ինչ-որ սպეციფიկ ժամանակ է բրծել, այս ինչ թվին ատոմակայաններ էլ ուրան չկան, գեր չեն կարող վառենք, կամ ուրիշ տեխնոլոգիա են մտածում, կամ գցենք էլ չկա։ Ինչ ենք անելու։ Հոսանքը սկսում է բեսամ թանկանալ, ցախեր ջարդելու, օրինակ, հա։ Դա մի հատ ասենք ապոկալիպտիկ իրավիճակ։ Մի հատ ուրիշ կարող լինի, որ չգիտեմ, ասենք Էնզևիա կեղտոտվում, չնայած որ արդեն իսկ ագին կեղտոտվել է։ Որ ջուրը չգիտես ոնց խմես կամ սննդամթերքը։ Ջուրը հələ մի դե օքեյ, ասենք երևի մեր համար դա շատ խնդիր չի, էլի, հա, ասենք աղբյուրները կան, ինչ որ փախած տեղերից է աղբյուրները գտնում, էլի։ Կարող է ծնված մեծացածել էինք, ասենք հա ջուրը խնդիր է։ Ճիշտ ես ասում։ Հայկական լեռնաշխարհում խնդիր չէ, էլի, ինձ փախած աղբյուրներ կա, ասում ես ջան արա, էլի ջուրը։ Հա, միշտ ցիրկուլյացիա։ Ասենք մի հատ ուրիշ սցենար կարող լինի այն, որ ուտելիք այլանդակձևի կեղտոտվի, գմոներ ու եսի մինչեր, որ հիմա ասենք այլանդակձևի ուռոսքի բաները բարձանում է ու շատ մասը չի ջոգում ինչից անգեր, բայց ինձ թվում է նաև ինտուիտիվ, իհարկե էսի բժշկական ինչ-որ տես հիպոթեզ չի, բայց ջոգում ես, որ տրամբանոյն է, եթե դու գենետիկորեն մոդիֆիկացված ինչ-որ օբյեկտ ես մտցնում քո օրգանիզմ, որ քո օրգանիզմը անգեր ժամանակի սկզբից, հա, մինչև հիմա չի տեսել, բնական է, որ դա ոնց է ինչ-որ գոյացություն դառնա, ինչ-որ դեֆեկտներ պետք է տա օրգանիզմում մտել է, ասենք, մնացորդներ թողի։ Հա։ Ու որ ջոգում ես sense թեմաներ կա։ Նայ, ասենք այդ հայտնիներն է, չէ, օրինակ Ջո Ռոգենը, կամ չգիտեմ, ինչքան գիտեմ Ցուկերբերգն է, ինչ-որ Բեզոսը։ Արա Դեվիդ Բեքեմը ախպեր պլանտացիաներ ունի են, որ իր տանդեմ։ Տես, այդ է հետաքրքիր էլի, որ խոսքի էսի ասած մարդիկ, sense ապոկալիպտիկ ժամանակների ինչ-որ պլաններ ունեն գծած։ Այո։ Խոսքի Ջո Ռոգենը ասում է ինչ-որ մա Toyota ունի հին փախած Land Cruiser, որ այլանդակձևի դիմաց կունա։ Բենզիններ ունի բաներով, sense պահած լիտրերով։ Ու տենց ինչ-որ բունկերներ ու եսի ինչեր են սարքում, որ ասենք միջուկային զենք գցեն, էթան մտնեն ընդե։ Այսինքն սաղ ես բաները վաղվա օրվա վրա է շինած։ Այդ քո ասած Բեքեմը կամ եւ այլները նաև նույնը Ռոգենը խոսքի իր հավն է պահանջում։ Ես այդ ձևի արդեն sense ինչ-որ sense արդեն մարդիկ իրանց սահմաններն են դնում արտաքին աշխարհի նկատմամբ։ Ես ինդուստրիայից ոչ մի զիբիլ չեմ ուզում։ Ուզում եմ այդ ապոկալիպտիկ ոնց որ ալիքներից ես հեռու մնամ, ոնց որ չեմ ուզում որ անլասուն ձևի եսի մինչեր կերծրած կենթանու միս ուտեմ, ես ուզում եմ մաքուր իմ կենթանին լինի։ Ձուն չգիտեմ, ամեն օր վեկալում եմ Իրանից։ Այո։ Ինչ որ մի հատ այգի ունեմ, այդ հողը մշակում եմ։ Որտեղ արդեն ըտե դառնում է այդ խնդիրը, ջողում ես։ Օրինակ Ջո Ռոգանի նման մարդու համար ասենք ինչ է իրան պետք է սկան։ Ինքը ունի փող, որի համար հարմարավետությունները սարքել է։ Այո։ Ուրիշ բան չկա, ինքը պետք է մենակ իր առողջության մասին մտածի։ Այո, կայունության, սպորտ խոսքի ու ուտելիք ու իր ընտանիքի մասին։ Օպերտ։
Ճիշտ ես ասում, եղբ։ Դրանք ապահովելու համար ինքը մի հատ ունենում է հողատարածք, որ մշակում է դա։ Այսինքն արա այս ամեն ինչ ընկեր հետայեթում են հին ժամանակներին։ Ու գիտես ինչ, երբ որ դու յուղերում բոստան ես ցանում, ընկեր կարտոլը ցանիր, այլավ կարտոլը շատա խնձոր ես ուզում, երկու մեշը կարտոլը տանում ես, ասենք եղեգնաձոր փոխում ես խնձորի հետ։ Այո։ Պերց ընկեր, էլ ինչա քեզի պետք է ասեմ, всё։ Որ դու տենում ես այդ էշելոններին, որոնք որ այդ տիպի կամքեր են զարգացրել իրանց մեջ, որոնք որ իրանց մեջ այդքան իրանց էփելը, այդ եռը բերել է հասցրել է իրանց այդ թոփերում, ու երբ որ դու իրանց ապրելակերպը տեսնում ես, որ այդ մարդը հասկացել է, որ 3 չի առաջի օր օրինակ Դեվիդ Բեքհեմը բանեց, Surrey կոչումը ստացավ Անգլիայում։ Բայց այդ մարդը հետո պլանտացիա է, իր սոխն է տնկում, իր հավերն է բուծում։ Դու հասկանում ես, որ այդ ինչքան որ մարդը ելնում է վերև, այդքան մարդը գալիս է ոչնչություն, մարդը բախվում է ոչինչ լինելու հետ։ Ինքը հասկանում է, որ ուր որ ես հասել եմ, դա ինձի ոչ մի բան է, եղբայր։ Մեկը ես այդ հողից եմ սնվում, մեկը ես մեկն եմ, ով կարա փոր անի, ով կարա խոտ հնձի, ով կարա այդ կենցաղով ապրի, որովհետև ես հասկացա, որ ինչ կար ապացուցելու աշխարհում ապացուցել եմ ու հասկացա, որ դա անիմաստ էր ինչ որ մի բան ապացուցել է։ Ու երբ որ դու գալիս ես այդ ոչինչ լինելու պունկտին, այդ քո այդ զարգացրած կամքով, դու հասկանում ես, որ քեզ ուղակի կամք է պետք, որ դու այսօր ապրես, կյանքը սիրես ու վաղվա օրվան քո ասացի, քո սահմանները գծես, քո պարիսպներով, քո պլանտացիաներով ու ապրես։ Դու իմանաս, որ քեզ այս աշխարհում ոչ մեկ չի խափում, որ դու էթա սուպերմարկետ քո ասացի պես ինչի ինդուստրիալ մթերք վերցնես, դու այսօր մտնում ես սուպերմարկետ, մթերքից քիմիայի հոտ է գալի։ Ու դու քեզ խափված ես զգում, որովհետև դու կարծում ես, որ հա ես աշխատում եմ, գումար եմ ստանում, հեշտ է, ամեն ինչ որ փոքր բանի ժեշտի ծամանների մեջ զակա տարածա, կարամ էթան վեկալեմ, բերեմ լցնեմ իմ փորը, այդքան բան։ Բայց երբ որ դու խորանում ես այդ թեզի մեջ, ու դու հասկանում ես, որ դա քեզ չի կարա երկարագեցություն ապահովի, ու դու ասում ես ոչինչ, իմ 10 տարվա կյանքը դա իմ համար եղել, որ ես կարամ ուտեմ բաներ, որոնք համեղ չեն, բայց թող մաքուր լինեն։ Ես կարամ ուտեմ ուղակի սալաթի թուփ, օրինակ, հա, հետը ինչ որ մի քիչ ինչ որ չգիտեմ, հավի կրծքամիս կամ բանի հնդկահավի կրծքամիս, որը որ գենետիկ նյութեր շատ քիչ է վերստում իր վրա, ոնց էլ դա արտադրած լինեն։ Ու արդեն քո միտքը քեզ ասում է հալալ է, եղբայր, դա էլ է կամք։ Որովհետև դու գնում ես քո հաճույքին դեմ համային ռեցեպտորների, որ դու հետո ինքդ քեզ պարգևատրես, ասես հալալ է քեզ, եղբայր, դու քեզ պահում ես։ Որ զգացել ես ինչ տիպի դժվար ես ուտում, ինչ որ մատ ճաշ, խոսքի տան հայկական սարքած ճաշ, որի մեջ ես մատ ձև միս, անհասկանալի ոսկորախառը։ Ասենք ես այլանդակ դժվար եմ ինձի համոզում, որ դա ուտեմ, արա բայց ուտելուց հետո այնքան երկար ժամանակ եմ ինձ լավ զգում, ասում եմ ես լավ բան արի, ինգեր, ճիշտ բան արի։ Փոխանակը եթե ուտում ես ինչ-որ համով KFC զիբիլ, այդ ուտելու պահին ես դու քեզի լավ զգում։ Հակառակները։ Ընդ տանջում ես, դե լավ ես։ Հետո պեսամ տանջում ես, դե լավ ես զգում քեզ։ Օրերով խոսքի, չէ։ Օրերով, հա։ 3 օր հետո արեն 50 եվրո ես խիտով այդ KFC, չէ։ Համ թանկ, համ ուտելուց հետո զգում ես, ասում ես, ինչ ձև եմ զգում, ինչ չես ջոգում, ինչ ես զգում։ Ինչ-որ ջոգում ես, որ լավ չես զգում։ Ոնց որ ոչ, չգիտեմ, կենսաբանորեն վատ, հոգեբանորեն ես վատ։ Շատ ապեր։ Նույնը ասենք պիցա, չգիտեմ, կարբոհիդրատներ մի հանքի, դե դրանք էլ ահագին հաստատ փչած է, էլի։ Այն վաղտվա հացը դժվար նույնը լինի, ինչ որ հիմիկ բան է, էլի։ Ես ինքս չգիտեմ, այսօրվա ալուրը ինչի՞ց է ախպեր։ Ցորեն, մորեն, երևի ինձ զրթոզիբիլ ասես չեն խառնում, ասենք այդ հացահատիկներին, ցորենին ու եւ այլներին, առնում է եսի ինչ։ Դե որտեվ արա որ արա տես խնդիրները որ նայում ես, ապե հոսքի աշխարհում ով է համար 1 հացահատիկ արտադրողը։ Ճոգում ես սենց ինչ-որ հարցերի մեջ, որոնք գնում ես, դե առաջի ասկից ասում ես դե ցորեն է էլի, մի ցանամ կաճի էլի հողը։ Ճոգում ես, հետո բարձրացում է չէ, ոնց որ ամեն հողում չի որ լավ է աճում։
Հետո ջոգում ես, որ խոսքի 80-90% ցորենի արտադրության գալիս է մի հատ կետից խոսքի։ Այո։ Ասենք տենց բաներ է գալի ու ջոգում ես ինչ տիպի խոցել ենք մենք, ու մեզ թվում է թե յանի դե հա ամեն երկիր իրա ցորենն ունի, ամեն երկիր իրա միրգը, ամեն մեկի մի ձև արտադրում է, թուրդ ամենտեղ կդրում է բանսես բաներ էլի, չէ՞։ Հա։ Բայց պարզվում է, որ չէ խոսքի, ասենք եթե Ուկրաինայում էր այդ ամեն ինչը արտադրվում, հսկայական քանակի, չգիտեմ, ցորեն, մորեն, կարելի է մացած ճտ։ Բա։ Պետք է փչացնել, էլի, ինչ որ վատ սորտ դնել, վատ բան ասած, ոնց որ մակրության առումով վատ, բայց ինդուստրիալ սորտ անգիր, խզարում, արագա, չգիտեմ, տարվա մեջ 5 անգամ ես բերք հավաքում, մեկի կամ երկուսի փոխարեն։ Արագա աճում է այդի վեկալար աշխարհին բավարարեցիր, դե որտեղ բնակչությունն էլ ահա որ ձևի մեծացել ու պիտի բավարարես մի ձև այդ բոլորին։ Ամենալավ օրինակներից մեկը սովետն է, չէ՞, որ սովետը պայթավ։ Հա, շատ լավ է։ Որ, հա, լավ է, լավ։ Ու սովետի ժամանակ նայ այդ սոցիալիզմը, որ մարդիկ ամեն մեկը իր բանին, իր անելիքին, իր կերով, ապահով, լրվծրած, նորմալ, ու մեկ էլ օրերից մի օր պայթում, ունենց է պայթում, որ քո կուտակած, չկուտակածը ամեն ինչ զրոյանում է։ Հա, այդի հետ գնալով են թեմային վաղվա օրվա։ Հա։ Ու հետո այդ մարդիկ, որոնք որ այդ ամեն ինչ այդ հասարակության ապրողներն էին, էլի, իրանք ուզեն թե չուզեին, պետք է տիրապետեին 1000 ու մի բաների, որ կարողանային ինչ-որ կերպ դեգերեին։ Կարողանային ինչ-որ կերպ վիժիվատ անեին, ապրեին։ Հա։ Փրկվեին։ Ու այդ գծի տակ ընկան մեր ծնողները, որոնք որ դառան ամեն ինչի մասնագետ։ Դու ստեղ չես տենա, չէ՞ ամեն ինչի մասնագետ։ Ես երբեք չեմ տեսել մարդ ով վիլկա կքանդի, հետո կեթա ավտոյի ակ կքանդի, հետո մոտորը կքանդի, մեկը կգա պատկշարի։ Ես չեմ տեսել այդպես մարդ ստեղ։ Վերջում էլ նկարչություն անի։ Հա։ Բայց Հայաստանում ամեն 5-ից 3-ը այդպես մարդ է կամ 4-ը։ Ու դու հասկանում ես, թե իրավիճակը ինչա ստեղծում։ Ֆիգուրնի ածվորկիկ էլի։ Հա, լրի։ Ու դու տենում ես, որ մարդիկ ու դու պատկերացնում ես, թե այդ մարդիկ ինչ ստրեսների են ենթարկվել։ Հա։ Ընկած են գոլջերի մեջ, ապրում են, մեկ էլ մի օր պայթավետի։ Ու ասում ես, եղբայր ինչ անեմ ես։ Հա։ Էական չի, դու կարաս փորանես, կարաս հունձանես, պետք է անես, բայց լավ կլներ, չէ՞, որ դու ինքդ քեզ զարգացրած լինեիր որպես մարդ, տիրապետեիր մի շարք բաների, որ վաղվա օրը ինչ էլ ուզում ա լիներ, քո համար, քո ընտանիքի, քո կյանքի, քո ընթացքի համար, դա չդառնար պատուհաս, որ մարդը իր ցելի կյանքը ապրի, էթա խոպան, գա ու անառողջ, ու 50 տարեկանում էլ ինքը չլինի եղբայր։ Էլ ինքը չլինի։ Բա այդ սերնդի մարդկանց մեծամասնությունն է սրտի խնդիրներով, ռակով, որովհետև այդ մարդիկ, որոնք որ ստրես են տարի, անպատրաստ, որ գնացել են խոպաններ, ախպերս, ու հետո պատ նարերի վրա են, չգիտեմ ինչ բաներում են, պայմաններում են քնել, ու ինչեր են կերել այդ մարդիկ։ Օրը 13-4 ժամ աշխատելով, շաբաթ օրն էլ կեսով կամ օբշի, չգիտեմ։ Էտա, դրա համար եմ կարծում, որ կամքի դերակատարությունը կյանքում ամենակարևորներից է, ու այտենց կետ մարդու դեմ չպետք է գոյություն ունենա, որ մարդը ասի, ես ըստե չեմ կարա, փորձի ախպեր, թող չստացվի, փորձի 100 անգամից թող ստացվի, բայց արա, որ դա իքոնը դառնա, եթե դու կարծում ես, դա քեզ պետք է, կամ եթե ուզում ես դու առողջ չլնես, դեմդ դիր հարցեր, քո ասացի պես խիներ, խի եմ ես էսի ուտում, տրվելով իմ հաճույքին, օքեյ ախպերս, ուրեմն պետք է աշխատեմ դրա վրա։ Ինձ թվում է կարելի է 3 կատեգորիայի բաժանել մարդկանց վաղվա օրվա մասին պատկերացում ունեցողների առումով։ Առաջի կատեգորիան այնանք են, ովքեր որ սենց լրիվ կամքը կոփում են, բունկերներ են սարքում, սենց ինչ-որ բաներ,
Հա, ասենք չգիտեմ, մի հատ հող ամիտ է սամթում, որ եթե մի բան լինի, գնա այդ հողի վրա ինքը իր ուտելիքը գցանի եւ այլն կապրի։ Երկրորդ կատեգորիան կարող լինի այն մարդիկ, ովքեր ինչ-որ սթոքեր են առնում ու բաներ խոսքի, ամեն երկրում ինչ-որ բաժնե տոմսեր, Ամերիկա, Չինաստան, Եվրոպա, ասենց ինչը լմա օթի մեջ մնալ։ Հա, ասենց ամենտեղ, ասենց ոնց որ եթե էսի գնաց, էսի կհելնի, օպ, ես կամել ես։ Այսինքն ֆինանսական մոմենտներն է իրա։ Շատ լավ է։ Բանը դառնում, էլի։ Իրա հիմնակարը դառնում է ֆինանսական հարցը, ոնց անեմ, որ միշտ ֆինանս ունենամ։ Երրորդն է մոռացա։ Բայց քեզ որի մեջ ես, օրինակ, ես ինձ գցում եմ առաջի կատեգորիայի մեջ ու հիմիկվա բալանսավորված կամ էլ հա, հիմիկվա այս կյանքի մեջ, որ սենց գծերի վրա այդում ենք, անկախ այդ հանգամանքից ես իմ այսօրվա երանելի, երազելի կյանքը այդ կյանքն է, որ ես ունենամ տեղ, իմ հողամասը, տունս, իմ կենդանիները, որոնց ոչ թե կծեծեմ, այլ կսիրեմ։ Հա ու հող կմշակեմ ու ամեն բույսից էլ կսիրեմ ու արդեն շատ գիտակցումով, որովհետև ես օրինակ գյուղում եմ ապրել, ես նախիրել եմ տարել, հունձել եմ արել, փորել եմ արել, բույսերի ու ծառերի հետ եմ աշխատել, բայց ես լրիվ անկեղծ լինեմ, ես չեմ տեսել, որ մարդկանց մեջ լիներ այն գիտակցությունը, որ իրանք սիրեին էդի, կենդանիներին խփում էին, բույսերը են, որ անգիտակից ջրում էին ու դու չես տեսնում, որ արտընկելոցը ոնց որ թաղի, չէ՞։ Հա։ Ու դու չես տեսնում, որ այդ ամեն ինչի մեջ գիտակցություն կա։ Ստումա գիտակցությունը ինքը գալիս է այն ժամանակ, երբ որ մարդը երբ որ մարդը գնում է մի հատ տեղ, հասնում է մի հատ տեղի ու ասում է էսեր ախպեր։ Կներեք ախպեր, իսկ տվեք ամենազրոն։ Երրորդ կատեգորիան է։ Նայ, էսի են մարդիկ են նոր հիշա, որ սա խելնում են վերև, ինչ որ էս աշճաններով հարմարավետության հելն վերև։ Երրորդ կատեգորիան է, ասենք Ջեքսոնի նման, Վիթնի Հյուսթոնի նման։ Մայքլ Ջեքսոն լավ։ Ժամանակ այդ հարմարավետության պիկերը ուրա տանում, երբ որ հասար հարմարավետության պիկին, 3 տարբերակ կա դե։ Առաջինը կամ սկսում ես ապոկալիպտիկ վիճակներ մտածել ու սկսում ես կենսաբանորեն մաշկդ կաշիդ փրկելու մասին, սերունդներդ փրկելու մասին մտածես, այդում հող ես գտնում, չգիտեմ, ուտելիք ես ցանում անում եւ այլն։ Երկրորդը ֆինանսական թեման է մտածում, որ ֆինանսականն է իրան փրկելու, ստոքեր, ոսկիներ եւ ամեն ինչ, ասենց ինչ որ բազմակողմանոցերում է։ Երրորդն է հարմարավետության պիկին, ոնց որ կյանքից հոգնում է, ասում է, всё, նարկոտիկներ եմ անում շատ ավելի շատ, տենամ ինչա բացվում, տես մեռնում գնում։ Ինձ թվում է այս 3 ոնց որ ելքը կա հարմարավետության պիկին լինելու ժամանակ։ Բայց դու պատկերացնում ես մարդ ինչքան առողջ պետքա լինի իր բանականությամբ ու իր գիտակցությամբ, որ հասնի այդ վերջի պիկերին ու ինքը հասկանա, որ իր համար ամենաանհրաժեշտը այն է, որ ինքը առողջ մնա ու առողջ ապրի։ Բայց դες էդ էլ է, էլի հարցը, էլի խոսքին երրորդ կատեգորիան կասի ինչի սա պետք է անի։ Հենց այդ եմ ասում։ Տարբերություն հիմա կմեռնամ թե 80-ում 90-ում։ Հենց այդ եմ ասում։ Այսինքն մարդ կա, որ ինքը գալիս է հասնում այդ պիկին ու ինքը զգում է, որ այդ պիկը իրան դատարկություն բերեց ու ինքը ասում է ես նարկոտիկ եմ ուզում, որովհետև այդ պիկին, որ ինքը հասել էր, ինքը կարծում էր սա այնքան դոպամին է տալու այդ պիկը իրան, որ sense գցի մի հատ գծի վրա ու ինքը մինչև կյանքի վերջ այս թրթիռով ապրի։ Սիրելով, խզարելով, կամքը միլիոն։ Ու երբ որ գալիս է հասնում այդ պիկին, ջոգում է դատարկությունը, այն հեքիաթը որ կա հայկական է, որ բանի Նազիր Վեզիրը անցնում է, մեկը տենց մուլտիկ է էլի հայկական հին։ Մեկը հա հիշում ես, որ մեկը այնտեղ պարկած է ալնում, այդ Նազիր Վեզիրն ասում է, պետը էլի դրանց, ասում է հավաքեք սրան բան։ Այդ մարդը պարկած ասում է, «Խի էլի, խի ես ուզում»։ Ասում է, «Ին ոդկի տակից պետք է դու գնաս, չգիտես ես ով եմ»։ Բան ասում է, «Ով ես»։ Ասում է, «Ես բանն եմ, Նազիր Վեզիրի շեֆն եմ»։ Բան։ Ասում է, «Հա, օքեյ, հետո ինչ, բա հետո ինչ ես լինելու»։ Բան, ասում է, «Հետո կլինեմ թագավոր»։ Ասում է, «Բա հետո»։ Այդ մարդը այդտեղ կապ է անգնում, չի իմանում ինչ ասի, ասում է, պարկած մարդը ասում է, «Այ, հետոն էդ ես եմ»։ Ու դրա համար է, այսինքն, եթե մարդը գիտակցություն է ունենում առողջ,
ինքը այդ պիկին հասնելուց հասկանում է, որ ոչնչություն է դա, ինքը որ դրանով մեկնաբանվի կամ դրանով ինքը իրան պայմանավորի, որ այդ պիկով ասի ես հասա սրան, ուրեմն ես իմ ինչ։ Ու այդ եմ կարծում, որ ինչքան առողջ բանականություն է մարդուն անհրաժեշտ, որ ինքը հասնելով դրան հասկանա, որ չէ եղբայր, այս ամեն ինչին, որ ես եկա, դրանով ես չեմ պայմանավորվում, ես մեկա 0 եմ, բեր հող փորեմ, օրինակ, հա։ Գժություն է։ Այսինքն դի սկզբում էդի սկսես այդ միտքը մոտդ զարգացնել, որ եթե դու ավելի լավ ավտո ունեցար, էդի բան չի փոխելու, ավելի մեծ տուն ունեցար, շատ բան չի փոխելու։ Այսինքն այդ ամեն ինչը, ինչին որ ձգտում ես դու նյութական, ավելի արևոտ տեղ, ավելի գունավոր, ավելի մեծ, ավելի։ Այդ ընդհանրապես հարմարավետություն է քեզ տալու ավելի։ Նայ կան կենսական պահանջմունքներ, որոնք որ ինձ թվում է իրարից պետք է զատվեն։ Արևը մեկ էլ ինձ թվում է միջավայրը մի քիչ մարդկային։ Դա առաջնային անհրաժեշտություններ են, որ դու դրանից կյանքի լիցքեր ես ստանում, դրանք գումարում են քո կյանքի, ոնց որ դրանց առկայությունը գումարվում է քո կյանքի էներգիային, ու քեզ էլ ավելի ուժ է տալիս մղվելու։ Արևի պակասը ինքը դեպրեսիվություն է բերում։ Դա ուզենք թե չուզենք, դա տենց է, կյանքի նկատմամբ քո սերը սկսում է մարել, սկսում արդեն խժդժություններ մեջդ, քո առօրյա խնդիրները կամ մարտահրավերները դաժե, ոնց ասեմ, անգամ չնչին մարտահրավերները, որոնք որ կարային քո համար արևի արկայության դեպքում չլինեին մարտահրավեր, դառնում են մեծ մարտահրավերներ, որովհետև կյանքը կենարարություն է տալիս արևը։ Հա, դա ուրիշ թեմա է։ Դա ուրիշ թեմա է։ Հա։ Ի նկատի ունեի, որ հա, կան որոշ բաներ, որոնք որ իրոք անհրաժեշտ են մարդուն։ Դրա համար մարդ կարա որոշի ասի, ես իմ վրա լիքը աշխատում եմ, բայց այս իմ վրա աշխատանքը կարա էլ առավել արդյունք տա, եթե ես օրինակ դրան գումարեմ արևը։ Օրինակ եմ ասում։ Հա։ Բայց որ sense գցում ենք, ինձ թվում է, որ երբ որ մարդը որոշակի ժամանակ շուտ գա այն կետին, որ ես լավ 2 սենյակում եմ ապրում, լավ 3 սենյակում ապրեմ, լավ խոսքի այսօր ջիպ եմ քշում, վաղը Bentley քշեմ, երբ որ մարդը ավելի շուտ գա այն պունկտին, որ այդ ամեն ինչը իրան այն բարեկեցիկությունը չի բերելու, որը որ ինքը իր մտքով պատկերացնում է, էտիկ ամեն լինելու է ասենց մի քանի վարքյան, որ ես ցույց տվեցի, եթե դա դրա համար էր էլի ու վсё, ինքը էլ առավել շուտ կկարողանա արդեն կառուցի հենց այն կյանքը, ինչը իրան երևի անհրաժեշտ է, որ ինքը կայուն լինի, որ ինքը անկոտրում լինի, որ ինքը կարենա ընկնի մի հատ գծի ու գնա վсё։ Ոչ թե հույսեր փայփայի, իր կամքն էլ ոնց որ 1000 մասի բաժանի ու իր կամքը ոնց որ կապի այն պունկտերի հետ, ինչի ես հասնելու եմ, սենց հասկանում ես։ Այլ ոչ թե խոսքի իր կամքը վեկալի, հենց կապի նրա հետ, ինչը որ ամենահիմքում է։ Հա։ Այն ամենասens basic բազային հիմքում է, այո, բազային բաների։ Այո, ապրել։ Ոչ թե ասի, որ այս ինչ ունենամ, սենց կլինի, այլ ասել եմ իր պենգի, ոնց կարամ նայց անեմ, էսի լավ լինի։ Դե մարզի կամքը։ Հա։ Բայց դες ինչ էի մտածում, նայ, հիմա ասենք մեր օրերում կյանքը շատ ավելի հարմարավետ է, քան առաջ էր, չէ։ Այո։ Ու երևի էս է պատճառը, որ սենց մատ պատդում կարամ անեմ, ոնց որ կարաս հակազդես, եթե չես կարծում տենց է, բայց ինձ թվում է մարդիկ ավելի թույլ կամք ունեն մեր օրերում, քան նախկինում ունեին։ Միանշանակ համաձայն եմ։ Ինչ-որ պատմություններ ես լսում, ապա լեգենդներ խոսքի, պապս չգիտեմ քանի կիլոմետր, մի հատ 70 կիլո անհասկանալի բան տարել է։ Չես կարող տեղավորվես դրա 70 կիլոն դու դնում ես հազիվ կես րոպե տենց ինչ-որ կքանից կամ տենց մի բան, դրիր մի կողմ։ Ու ոնց որ բան դառնա, որ մեր օրերում
ավելի հեշտ լինի հաղթել, ավելի հեշտ լինի ինչ-որ բանի հասնել, քան որ նախկինում էր։ Որովհետև կամքը թույլ է մարդկանց։ Դու մարդուն կարաս շատ հեշտ շեղես։ Բայց PlayStation-ը խաղացնում, ասում նայ, զանգի նման, всё գնաց, կորավ։ Գնաց ընկավ դրա հետ։ Ճիշտ ես ասում։ Դու հեշտ շեղում ես մարդկանց, կամքները թույլ է։ Լրիվ համաձայն եմ։ Շատ ավելի առաջ եթաս, ավելի հեշտ հաղթես, քան նախկինում կլներ։ Ճիշտ ես ասում։ Որովհետև անկեղծ արիել լինենք ու ասենք, որ այսօր ինչ որ մի բանի հասնելը այնքան է հեշտացել, որ պետք է երբ որ համեմատես հնի հետ, սարեր ձորեր է։ Չի ասի այնքան հեշտացել, բայց հա, ահագին հեշտացել է։ Հա դե չեմ ասում, որ բայց այն որ ջուրա ոնց ասեմ, այսօր սենց քեզ ասեմ, դու որ տենց մտքի տեղ դնես, դու գիտես, որ սարերու յետևում չի, ինչ որ մեծ կազմակերպության CEO-ն էլ օրինակ եմ ասում։ Եթե դու կամքդ լարես այդ ուղղությամբ ու մխրճես։ Բայց այն ժամանակ մարդիկ մենակ ապրում էին այսօրով ու հացի դեգերումն էր թեման, մեկ էլ ինքնա քո գոյության պահպանումը։ Ու այն ժամանակվա այդ թեման այնքան մեծ էր ու այնքան ինտենսիվ էր, թե դու վաղը ինչ կուտես։ Ու էդի առաջնային վախն է, չէ՞ մարդու։ Այսօր դու ասում ես ախպեր, ես այդամ CEO օրինակ եմ ասում։ Ինքը ցանկությունն է, նպատակը, երազանքա։ Դու կարաս, բայց դու կողքերից էլի պաշտպանված ես, որ անգամ չլինես էլ չես մահանա։ Բայց այն ժամանակ լարումը այդ որ գալիս էր կպնում էր ոսկորիդ, որովհետև մահվան վախ, եղբայր, վաղը ինչ ես ուտելու, կամ երեխես ինչ է ուտելու, դու պատկերացնում ես այդ ինչ կամք կարա գեներացնի։ Այդ կամքի դեմ ոչ մի պատ չի կարա լինի, որը որ մարդը չծակի, որովհետև առաջնային թեման է դրած սեղանին։ Հա։ Հիմքի տակապած։ Իսկ այսօր այդ հարմարավետությունն է, ինքը կամքը դրել է մի հատ նավակի վրա, որի տակով այսինքն ալիքներ են ճոճում, մեկը այս կողմը, մեկը այս կողմը, մեկը այն կողմը, ու այդ նավակը մղում են որտեղ պատահի։ Ու կամքը ինքը ճոճվում է սաղ ընթացքում։ Այսօր ինչ ձևի հեշտ ամեն ինչ դառը։ Հա։ Ինչ ձևի կամքը մարդկանց դեֆորմացիա։ Ասենք ինձ թվում է երևի թմրանյութեր օգտագործողների քանակն էլ հսկայական աճ է, քան նախորդ դարում կլներ։ Խի որտեվ հարմարավետություն ունի։ Ես չեմ կարող պատկերացնել ինչ-որ մարդ, ով որ բարդ կյանք ունի ու ասենք թմրանյութեր օգտագործում։ Միանշանակ եղբայր։ Չէ, ում որ նայում ես ինչ-որ հակած կապած sense բան, ինգելա մեջը։ Ճիշտ ես ասում։ Այն երրորդ կատեգորիայի մեջ անգե։ Հա։ Հիմա նույնիսկ կան մարդիկ, շատ մարդիկ որն է մեծ մարդիկ, համարյա բոլորը ովքեր աշխատում են այդ top կամպանիաներում, իրանց աշխատավարձից ինչ-որ տոկոս դնում ես թոքերի մեջ։ Հա։ Մենք սրանք ընկել են երկրորդ կատեգորիայի մեջ, այդ ֆինանսական թեմաների մեջ, որ տենց են։ Այսինքն իրանք է կատարյալ հարմարավետության մեջ են։ Ճիշտ է։ Ու ասում է, հա, գցեմ այս թոքերի մեջ, մի քիչ փողս կավելանա, մի հատ sense բան կառնեմ, մտնեց։ Հարմարավետությունը sense այդ կյանքի ալիքը, այդ drive-ը, այդ անտրամաբանական ինչ-որ բաներ անելը, ոնց որ տարե sense կորցրել է, էլի ու սմակրե տարել է։ Գիտես հասկանալի ինչ-որ, որ չգիտեմ, կարող է ասենք 20 լիտր ջուրը sense 8 հարկ շալակած հելնես խոսքի, ասենք ով կանի տենց, ոչ մեկ։ Ագին հերվածել են, չի նշանակում որ ունակ չենք, էլի նույն մարդն ենք, նույն արարածն ենք, ունակ ենք, բայց ինչքան աշխատանքա պետք է դի կտ մարզելու մարդուն, որ բերես ասցնես այդրան, որ հիմա էլ այսօր էլ 20 լիտր ջուր ես հանում 8-րդ հարկել է։ Գիտես մոտս ինչ միտք եկա, որ կարամ բնորոշեմ կամքը, էլի, ինչով ես կբնորոշեի կամքը։ Իմ ոնց որ կամքը իմ համար հավասար է այն մարդու ներուժին, ով որ մի սենյակում կամ մի հատ վիլայում կապրի նույնատիպ կյանք։ Այսինքն իր կյանքի որակը կախված չի լինի, թե ինքը կապրի մի սենյակում
ինքը իր հետ աշխատանքը, էլի, թե ինքը կապրի մի հատ հսկա վիլայում, մեկը էդի իրան չի գցի գծերից, այլ ինքը կմնա այն ուղի մեջ, որ ուղի մեջ, որ ինքը կար մի սենյակում։ Հա։ Տես օրինակ, այն մարդկանց, որոնք որ մենք նշում ենք որպես օրինակներ, Ջո Ռոգանն է, Գոգինսն է, մարդիկ, որոնք որ հենց մեկը Բեքհեմն է, չգիտեմ։ Մարդիկ, որոնք որ մնացել են ինչ որ ուրույն գծի վրա, տեսնում ես, այնքանով ես ասում հալալա ձեզ, որ ինքը հասել է մի հատ բարձրունքի, բայց այն բարձրունքի տակը ամենասրունքին կանգնած, ինքը նույն կյանքով ապրե, ինչ որ թոփում է հիմա ինքը։ Հա։ Այդտես ես դրոշակը վեկալում ես ու ծածանում ես, ասում ես հալալա, այ դա է մարդը։ Իսկականից, այդ է իսկական բարձր։ Ոչ թե երբ որ մարդ մի թեթև ինչ որ փողի հոտ առավ ու դու տեսար, որ ինքը տրվեց արդեն ինչ որ շփացած բաների, տրվեց այն տեսանելի վիզուալ, վերջի BMW-ի այս-այնա, ես իմ ինչ համարներ են բան սենց, տրվեց դրանով, որ ինքը դրանով բնորոշվի, հասկանում ես։ Այնինչ այդ նյութը ինչ է։ Նյութը իմ համար այնա, որ դու կարաս փոխակերպման մեջ դնես ու մարդկանց, որոնց կյանքերը դու կարաս փոխես դրանով։ Օրինակը, իմ համար նյութը դա է։ Նյութը միջոց է, որ ես կարողանամ լավ մարդկանց կյանքեր ինչ որ չափով բարելավեմ։ Նյութը իմ համար ոչ թե տանեմ փող տան բան, այլ հնարավորություն է, որ դու կարաս մարդկանց առաջարկես քելե զբաղվենք սրանով կամ քելե դու թեքի թողմիան այդ ինչ որ անում ես ռեսուրս է, էլի, ռեսուրս է ու ասես արի իրար հետ առողջ ապրենք, հա, արի իրար հետ սարքենք, ռեսուրսները կա դրա, ջիմի դրա ռեսուրսները կա, հա, բնության մեջ կարանք ապրենք, մենք ջիմի չեմ, պարտադիր չի, բայց հա, կարանք թույլ տանք մեզ լողանանք ջիմից հետո, ֆուտբոլ ենք խաղում, կա ձեռներդ փող, հելանք ֆուտբոլ խաղալու, ջիմ եթանք, ելնենք վազենք, ժամանակ ունես մի ժամ, հելանք վազելու։ Այսինքն իմ համար ռեսուրսը է դա, որ ես կարամ ինձ թույլ տամ ու իմ ընկերոջը հարցնեմ, կարաս քեզ թույլ տաս, եթե չէ, ոչինչ, ես կարամ, օրինակ եմ ասում։ Դավայ հելանք, հա, սենց, եթե դու ժամանակ ունես։ Իմ համար ռեսուրսը է այն չի, որ ես կիրառեմ ին վրա, որ ես ցույց տամ, որ ես բարձր եմ, որովհետև էդի այսօրվա դարում արդեն ոչ մի բան է։ Այսօրվա դարում են, որ բռնում են, չգիտեմ, մի բան են առնում unboxing էր։ Արա իմ մեջ միշտ էդի հարց ասում եմ, արա խիեք unboxing, ում եք ինչ ցույց տալի։ Էս iPhone-ն է։ Կայֆ է, ինչ որ անհասկանալի կայֆ է։ Բայց տես էդ էլի բան է, չէ։ Հա։ Հանգիստ խմի, իստում օքեյ։ Դու խոսա։ Արա նայ, խոսքի այդ հարմարավետության պահը, չէ, նույնը մեկը ուշադրությունը, որ unboxing-ներից է social media-ից խոսացիր։ Ասենք հարմարավետության մի հատ ուրիշ ասպեկտ, որը որ հայտնիությունն է։ Ասենք կյանքդ շատ ավելի հարմար է լինում, երբ որ հայտնի ես։ Ու հիմա ոնց է հայտնիությունը, իջե, ասենք ցածր մակարդակեր ու մարդը, ով որ ունի Instagram, ինչ որ նկար է ուղակի գցում, բրծ լայքերը գնաց, դարավ հայտնի, իր բանը լցվեց, սենց ասում է։ Արա, ոյ, հիմա ես հայտնի եմ, շղար շիչա։ KFC-ն հեսա կուտեմ, բրծ, ինչ պիտի անի հաջորդը պիտի նարկոտիկ անի, սատկի։ Այո, հաջորդը ինչ պիտի անի այդ մարդը, ինգր ուրիշ բան չունի անելու։ Ջողում ես, այդ շատ դժվար է, որ լինես հայտնի, չգիտեմ, ունենաս փող, բայց առավոտ ելնես 5-ին 6-ին, սառը ջրի տակ, ընկեր եթաս մարզվես, պամ։ Արա իմ ընկեր, արա։ Շարես, այդ բաները շարես, որ կամքը ձգես։ Օրինակ քո մոտ երազանք հա, որ սիրելի մարդկանց հետ առողջ կյանքով ապրես ու ոնց որ ունենաս այդ դիսցիպլինան առողջ մնալու, ունենաս այդ մարդկանց, որոնց հետ դու կարաս իրոք աշխարհդ կիսես, որ նմանատիպ աշխարհ 5-ատ, 10-ատ կամ 100-ատ նմանատիպ աշխարհ կիսես, այդքան լայնություն կա ձեր մեջ, առողջ սնվեք, բնության ձայները լսեք, անհոգությունը զգաք, իրար հետ գրքեր կարդաք, գրքեր խոսաք, երաժշտություն լսեք, բաներ ստեղծեք, փիլիսոփայեք,
բաներ ստեղծեք, չգիտեմ, ու լավություն տակ, լավություն, այդ միջավայրից լույս դուրս գա։ Այդ իմ համար երազանք է։ Բալը պատկերացրու ինչ բոմբա։ Նա թողա տարածք ունես, տուն ունես այդտեղ։ Ճժերը վազվզում են, Բոստանում, ասենք աճացնում ես ամեն ինչ, մարզասրահ ունես տունը, չգիտեմ, սաունա ունես տունը, երեխեքի տարավատ ասում ես ճժեր կացինք պարապելու։ Ու ճժերի լցես ճժերին գանտելների վրա տակ տենց։ Պարապել։ Կամ ճժերին վերցնես, հողագործությամբ զբաղվեք։ Դավայ փոր ենք անում, դավայ հունձ ենք անում, դավայ խնձոր ենք հավաքում։ Որ իրանք իմանան թե կյանքը ինչի մասին է, որ էդի այդ գետնից, այդ հողից է գալի ինչ ուտում ես։ Իրա մեջ այդ բնականության նկատմամբ փիլիսոփայությունը նստի։ Ոչ թե կոմպյուտերային փիլիսոփայությունը նստի, հասկանում ես ինգերս։ Որտեվ ճիշտ ես ասում, ինգեր ամեն ինչ դարել է շատ հասանելի։ Հենց հիմա դու կարաս ասենք Bentley քշես ապե։ Ես է կարամ Bentley, կարանք ամենավերջի ящикները քշես, ինձ թվում է դիտողն է հաստատ կարա։ Խի, որտեվ կա բանկ, կարաս վարկ վեկալես։ Քշես ինգեր։ Կամ 2 օրով վերցնես քշես 10, ես կարաս փագես էդի, ջոգում ես, կարաս 5 տարի ես փագում, մեկը մի շաբաթում է փագում, մեկը 4 տարում խոսքի։ Բայց փագում ես, քշեցիր, կարաս դու էդի անհասանելի բան չի դառը։ Ու տես լիքը բաներ։ Ու տես, ասենք մի հատ տես բիզնես բան կա, թե միտք կա, թե ոնց որ որն է լավ բիզնես անելու ինչ որ տարբերակ, ոնց որ երբ որ նստում ասում ես ոնց որ ինչ անեմ մարդկությանը, ինչա պետք որ չկա։ Ամենաթույն ստրատեգիաներից մեկը այն է, որ մարդկությանը 10 այն ինչ որ ժամանակին հարուստներին էր մենակ հասանելի։ Ճոգում ես։ Ոսկե ասենք ավտոն եւ այլն վախտին մենակ հարուստներին էր հասանելի։ Ճիշտ։ Հիմա ամեն մեկը ավտո կարա ունենա, հələ կարա վարորդ ունենա, ջոգում ես վարորդն է ուրիշ թանկ բաներ։ Հիմա կարաս GG կանչես, Uber կանչես, դու վարորդ ունես, քշի գա դա։ Ճիշտ է։ Ջոգում ես, այդ համարյա ամեն ինչ, այդ որ ժամանակին մենակ հարուստներ ունեին։ Հիմա մենք սովորական անձինք, սովորական մարդիկ ունեն։ Դրա համար տեսնում ես, որ հասանելի է։ Դրա համար անգամ այն ամեն ինչից դու օգտվում ես կարծելով, որ այն ժամանակ ես իմիշ պետք է ելներ, որ խոսքի չգիտեմ, կարմիր կամ սևիկ ռաուտ էիր, գնա այսօր կեր ախպեր։ Օրինակ, հա։ Սևիկ ռա։ Հա կեր, բայց հետո ասենք նույն ավտոները, նույն տները, ջողում ես միակ բանը հիմա որ կարա զարմացնես, դա private jet ունենալն, ասենք անձնական ուղղաթիռ կամ ինքնաթիռ ունենալ։ Հա, այն բանը, ինչա որ դու ստեից ընդե, ասենք 2 անգամ կամ 3 անգամ քիչ ժամանակում հասնես։ Այն Jack Paul մի հատ, Jack Paul, այն կիսա բոքսեր, այն յութուբեր մի հատ երևույթ կար է, որ դարել Paul, հա, վայթե։ Jack Paul Չէ, Jake Logan վայթե, թե Paul Logan։ Paul Logan, հա, երևի։ Այդ դրանք ախպերներ են, այն բոքսեր կլիշկան, այն բոքսեր ապուշ է, էլի, բան յարի դարել է բոքսեր են յարի, այն Mike Tyson-ին որ յանի կերած։ Այ ապրես, այ։ Tyson-ը ծախված։ Հա, իրոք որ ախպեր։ Այդ գյադան, սենց ասեմ, ինչ որ որոշելա, չգիտեմ 20-ից հետո բան զբաղվել է ինչ որ մի թեթև բանով բոքսով ու ինքը իրան կարծում է ես իմիջ, բայց դա չի։ Բիզնեսմեն տղա է ինքը։ Այսօր ռիլեի նայում այդ Medwiser-ին գիտես ինքը ամենալավ բոքսերներից մեկն է, էլի աշխարհի եղել պատմության Medwiser, Budweiser-ի ախպեր է։ Mayweather, Floyd Mayweather։ Արա չգիտեմ։ Mayweather։ Տես մի բան, հա։ Ռեմբոն չի։ Ոնց որ դրա ջեթն դեղա կանգնած, հա։ Այդ տղու ջեթն էլ մի քիչ այն կոմա կայնած, ինքը ցույց է տալի տենց այդ բանի այդ մյուսի ջեթը, որը որ ունի 8 հատ պատուհան, ու մեկ էլ պատտում է, ասում է տեսեք, դե իմ ջեթը, որ ունի 12 պատուհան։ Ման։ Հաջողում ես, այսինքն այդ էլ բերում է նրան, որ տափակության, երբ որ դու ունես, այսինքն ընկնում ես այդ կոնֆլիկտի մեջ, թե իմ ջեթը քանի պատուհան ունի, հասկանում ես, հա։ Ոլե հարցը, արդյոք շատ լուսամուտ է լավ։ Հա։ Ճիրակ օրելի։ Կարող է իրան ավելի մեծը քիչ լուսամուտ ունի, ասենք 2 հատ սենյակ ունի, որը մեջ կարա քնի, խասկի, ասենք առանց լուսամ։ Օրինակի համար, ջոգում ես, ասենք ինչ-որ ոչնչության են հասնում, ընկերներ։ Լավ ոչնչությանը չէ, էլի, հենց հենց այդ է։ Տափակ, տախտակ, սենց ինչ-որ բանի են հասնում։ Չտես ոչնչության, էլի։ Ինչ, արա, յանի ինչ, հա ինչ։
Այն։ Ինչ լավ զրույց ունեցանք եղբայր։ Այո, ջիգերս։ Շատ հաճելի է, ցավը տանեմ։ Ինչ նմանատիպ սիրուն բաներով կիսվենք, Ինչքան տենանք կիսվենք, իրականում եղբայր։ Սենց զրույցները որ տենց ունենում ենք, եղբայր ինչ ասում։ Կլսես ապե։ Ապա որ սենց զրույցներ ունենում ենք, որ ունեց կարոտ է մեջս առաջանում առ այդտենց զրույցները էլի ունենալու ու գոնե լսելու։ Որովհետև չկա այդ միջավայրը, որտեղ դու կարաս սենց զրույցներ լսես։ Չես կարծում։ Չկա։ Դե անգլերեն դե հա։ Ամերիկական կոնտենտ եմ ես։ Ամերիկական կոնտենտ, հա, կարաս լսես։ Խոսքի Հյուբերմանին էլ արդեն այդքան է, չէ։ Հա։ Վախտին հետաքրքիր էր, հիմա մի քիչ շատ չէ։ Հա։ Տենց ինչ-որ բաներ, որ կյանքի մասին են խոսում, ինչ-որ բան են կիսում, ինչ-որ տենց մարդիկ եկան դերասաններ եւ այլն։ Սենց կտորներ ես գտնում իրանցից բան, էլի։ Դարածելի աշխատանք, ֆինանսական շուկա, այնց բաներ, որոնք որ ինձի չի տանում, որ ես լսեմ, այդտեղ ես բան չունեմ վեկալելու, հասկանում ես։ Ես իմ կյանքի փորձով վերցրել եմ այդ ամեն ինչը, այդ ֆինանսական գրագիտություն կամ ինդուստրիա կամ աշխատաշուկա բան եւ այլն, հա, բնական է, լիքը մարդիկ կան, այդ ինֆոն շատ կարեւոր է իրանց, հա։ Բայց այն որ ծարավի պես ուզում ես կյանքի մասին ինֆորմացիա ստանաս, փորձառությունների մասին, թե ոչ թե նրա թե մարդը ոնց է ընդունվել գործի, այլ նրա մասին թե մարդը ոնց է ապրում, ինչ է կյանքը ոնց է նայում, չէ։ Ոնց է նայում դրան։ Այդ մի քիչ գժվելու թեմա է, որ նայում ես, ասում ես ընկել մի րոպե, հիմա ես sense ինչ-որ գույներ եմ տենում, կարող է ոնց որ դիմացին ես, այս գույները մի քիչ ուրիշ ձև է տենում։ Հա։ Ճոգում ես ու դրանից կախված, ասենք առնվազն գույներն եմ ասում, այլ երևույթները չեմ ասում, որ նույն երևույթը կարանք երկուսով նստած նայենք, քո մոտ ուրիշ մտքեր գեներացվի, մոտ ուրիշ մտքեր։ Բնական է, ինչ-որ բան կլինի, overlap կլինի այդ մտքերի, հա, ոնց որ համընկում կլինի ինչ-որ կտորների, բայց սենց ինչ-որ եզրային բաներ կլինեն, որ դու սենց եսի ինչ բռնիր, ես եսի ինչ։ Այ ապրես։ Ու այդ ամեն ինչը, որ ոնց որ սաղս մի հատ սենց մեծ ուղևորության մեջ ենք, որ կյանքն է, հա, ու կարճ, բում։ ու տարբեր տեսանկյուններ ունենք, ջոգ մեզ տարբեր փորձեր ունենք, տարբեր ինչ-որ բաներ ենք ջոգի այս ամեն ինչից։ Շատ մարդ շատ չի է ջոգի, ուզում է ջոգի։ Ու ամենալավ ջոգելու ձևը այն է, որ լիքը մարդկանցից լսի իրանց ջոգած։ Այ ապրես։ Այդքան է։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։